դատանին ներկայացվեց փաստաբանական հարցում ուղղված համերգներական գրթության կենտրոն Պողակի տնօրեն ԺՊ Կանո Մանուկյանին։ Փաստաբանական հարցման բովանդակությունը ըստ էության հանգում է հետևյալին, ներկայացված են Մեղադրյալ Վարդան Ղուկասյանի մոտ արձանագրված ախտաբանական իրավիճակները, դրանց հաշվառմամբ ելնելով դրանցից պաշտպանը հարցադրումներ են հնչեցվել, որոնց բովանդակությունը ըստ էության բարձրաձայնվեց պաշտպանի կողմից, մասնավորապես նշվել է, թե արդյոք անցկացվել են այն հետազոտությունները, որոնց առնչությամբ փորձագետի եզրակացությունները արձանագրված էր, թե ոչ, ինչ արդյունքներ ունեցել, ինչ բուժումներ են նշանակվել, եւ արդյոք սրտաբան այցելել է, թե ոչ։ Միևնույն ժամանակ ներկայացվել է նաեւ նոր ըստ էության արձանագրված ախտաբանական վիճակ, որի առնչությամբ եւս հարցադրում է հնչեցվել։ Բովանդակության ծանոթանալու լրացուցիչ անհրաժեշտություն տեսնում եք, հարգելի ունեն մեղադրող, հաշվի առնելով, որ պատասխանը ըստ էության չի ստացվել դեռ։ Շնորհակալություն։ Օրինակը ձեզ կտրամադրենք, եթե Ընդամենը մեկ հանձնարարում եմ ես առնվազն ինձ համար այս վայրության այն, որ որևէ տեղեկություն, որ մեղադրել առողջական վիճակը դեպի վատթարացում գնացել է, փոփոխվել է, չգիտեք ինչ-որ նոր բաներ են, չեն ներկայացել։ Առնվազն ես այդ հանձնարարումը կարող եմ անել։ Այս կարգ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լսելով կողմերից դուրը փակեք էլի։ Չէ, չի կարող։ Դատանը արձանագրեց, որոշումը կայացվեց։ Լսելով կողմերի դիրքորոշումները, դատանը արձանագրում է հետևյալը, ինչ վերաբերում է դատավարության երկու կողմից ներկայացված ապացույցների գնահատման առողջությամբ ներկայացված դիտարկումներին, ապա դատարանը ինչպես իր նախորդ կայացված որոշումներում, որոնք ըստ էության գրեթե բոլորն էլ բողոքարկվել եւ մնացել են օրինական ուժի մեջ, վերջին որոշումը դատարանը կայացրել էր դեռևս մայիսի 15-ին, որի առնչությամբ պաշտպանության կողմաբողոք էր ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան 22 հունիսի 2026 թվականի որոշմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է դատանի կողմից կայացած որոշումը թողնել անփոփոխ։ Այդ, ինչպես նաև նախորդիվ կայացած որոշումներում դատարանն արձանագրել էր, որ ղեկավարվելով Ֆուչրաբեկ դատարանի կողմից տրված անպատասխան դիտարկման հիման վրա հիմնավոր կասկածի ներառում չի կատարում, այդ շրջանակներում որևէ ապացույցի գնահատական իհարկե սույն միջնակցության շրջանակներում եւս չի տրվելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խափան միջոցի քննության շրջանակներում անձի մեղավորության կամ անմեղության հարց չի լուծվում եւ դատարանը պարտավոր ճավել ճիշտ իրավասորել չէ գնահատական տալ, թե հիմնական դատալսումների քննության այս փուլում եւ դեռևս դրանք չեն ավարտվել, արդյոք հետազոտված ապացույցների շրջանակներում հաստատվել կամ հերքվել է մեղադրյալի մեղավորությունը կամ հաստատվել կամ հերքվել է անմեղությունը։ Հետևաբար այս հաստատման առնչությամբ դատարանը կմնա իր նախորդ որոշումների տրամաբանության շրջանակներում եւ հիմնավոր կասկածի ավելի խորացված գնահատական տալուց զերծ կմնա։ Ինչ վերաբերում է դատական նիստերի տեղի չունենալուն, ինչպես նաև դրա շրջանակներում ցուցաբերված ազնվությանը, ապա եթե ազնվությունից ենք խոսում, հարգելի պաշտպանության կողմից դատական քննության շրջանակներում 4 դատական նիստ երևի տեղի չունեցել, որոնցից 2-ը պաշտպանության կողմի պատճառաբանությամբ, մեկը հանել մեղադրողները չեն ներկայացել, մեկն էլ դատանի հիմքով դատանը վատառողջ էր եւ որևէ պարտականություն չունի պատճառաբանելու թե Ես ավարտեմ կհասկանաք։ Դատանը պարտավոր չէ պատճառաբանելու, թե հատկապես ինչու է դրսևորել այդ վիճակը։ Հետևաբար, եթե խոսում ենք այդ ազնվությունից, ապա պետք է գնահատել եւ ունենալ այդ ազնվություն եւ գնահատել, որ նիստերը տեղի չունեցել առավելապես պաշտպանության կողմի պատճառաբանությամբ։ Իսկ թե ինչքանով էր դա ողջամիտ, ինչքանով էր բացակայությունը ողջամիտ թույլատրելի կամ անթույլատրելի, դատարանը որոշել է, որ ձեռնպահ կմնա եւ չի շարունակում դրան առանձնահատուկ կարևորություն տալ։ Ինչ վերաբերում է արձանագրված մյուս դատարանը որոշակի արձանագրումներ կատարել է կողմերի կողմից ներկայացված ելույթներից, ՔԿՀ ուղղված փաստաբանական հարցման եւ դրա առնչությամբ պատասխանի բացակայության, ապա եթե չկա հարցման պատասխան, ըստ էության չեն կարող ենթադրել եւ որոշակի գնահատականներ տալ, թե առողջական վիճակի ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել։ Դատարանը վերստին հիշեցնում արձանագրում է, որ սույն դատական քննության շրջանակներում երկու անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ եւ համապատասխան արդյունքներն արձանագրված են, համապատասխան դիտարկումները
կատարված են, որոնք որևէ կերպ կասկածի տակ առնել օբյեկտիվ հիմքեր, դատարանը շարունակում է բացակա համարել։ Սա առողջական վիճակին եւ ցուցաբերվող անտարբերությանն է, ըստ էության երկու անգամ փորձաքննության նշանակումը չի կարող դատարանի կողմից մեղադրյալի առողջական վիճակին որևէ կերպ անտարբեր դրսևորում դիտարկվել ողջամիտ դիտորդի աչքերում։ Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից մատնանշված ինչ-որ ճնշումներին եւ այլն, կամ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դուք բացաձայնեցիք, դատարանը իհարկե կոնկրետ արձանագրումներ դրա առնչությամբ կատարեց եւ մատնանշեց, որ եթե ձեր մատնանշած հանգամանքների շրջանակներում որևէ կերպ կարող եք կաշկանդվածություն ունենալ ձեր մասնագիտական գործունեությունը իրականացնելու կամ չիրականացնելու հետ կապված, ապա դա որևէ կերպ չի կարող պրոյեկտվել դատարանի վրա եւ անառարկելիորեն, այսպես ասած, արձանագրելու հիմքեր տար, թե դատարանը եւս ինչ-որ ճնշումների կամ կաշկանդվածություն ունի խափամիջոցի, այդ թվում նաեւ փոփոխման առնչությամբ համապատասխան եզրանկումներ կատարելու հարցում։ Եվ ի վերջո, ինչ վերաբերում է խափամիջոցի կիրառման հիմքերին, ապա դատարանն արձանագրում է, որ նախորդիվ խափամիջոցի կիրառված ամենախիստ խափամիջոցի ժամկետի երկարաձգման համատեքստում մշտապես առկա էր համարել, առավել ընդգծված առկա էր համարել խոչընդոտելու հիմքը, որը պայմանավորել էր դատակոչված անձանց հարցաքննությունը դեռևս դատաքննության շրջանակներում իրականացված չլինելու հանգամանքով, որպեսզի իրադրությունը սույն դատական նիստին արդեն վերացվեց, որովհետև հարցաքննվել են բոլոր 16 անձինք, որոնք դատակոչվել եւ պետք է հարցաքննվեին սույն դատական քննության շրջանակներում։ Այդ հանգամանքով պայմանավորված դատարանն արձանագրում է, որ ըստ էության որոշակիորեն էականորեն նվազել է մեղադրյալի կողմից նորույթի բնական ընթացքին խոչընդոտելու ռիսկը, որն արձանագրվել էր դատարանի կողմից, հետևաբար խոչընդոտելու ռիսկը այն հանգամանքների պայմաններում, որոնք արդեն իսկ արձանագրվեց, շարունակական կալանքի հիմքում չեն կարող տրվել։ Դատարանն արձանագրում է նաև, որ ըստ էության միշտ կայացած որոշումներում արձանագրվել էր հանցանքը կատարել կանխելու հիմքը, որը ըստ էության շարունակում է եւս առկա համարվել եւ խոչընդոտելու հիմքի էական արձանագրված ռիսկի էական նվազման եւ հանցանքը կատարելու հիմքի առկայության պայմաններում դատարանը գտնում է, որ կիրառված ամենախիստ խափամիջոցի շարունակականությունը այլևս անառարկելի անհրաժեշտություն չի ենթադրում եւ նույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ հանցանք կատարելը կանխելու հիմքը ըստ էության չի կարող բացառապես պայմանավորվել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ այս կամ այն կերպ դիտարկվել, թե արդյոք որևէ այլ քրեական գործով հիմնավոր կասկածից վերապացող չափանիշով որոշակի գնահատականներ կան թե ոչ, ընդ որում դատարանի նման մոտեցումը համահունչ է վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Հաշվի առնելով դատարանի կողմից կատարված արձանագրումները, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափամիջոց կալանքը ենթակա է փոփոխման, դատարանը որոշում է մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափամիջոցներ համակցված կիրառել տնային կալանքի 3 ամիս ժամկետում, որի շրջանակներում վերջինիս արգելել ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ եւ տվել հաղորդակցության ձևերից, այդ թվում փոստային առաքանոց, շփում ունենալ այլ անձանց հետ, բնակության վայրում գյուղակալել այլ անձանց, բացառությամբ պաշտպանների, ինչպես նաև այդ բնակարանում մշտապես գտնվող անձանց, ընդ որում նման սահմանափակումները չեն տարածվում շտապ-բժշկական օգնություն, իրապահմանումներ, արտակարգ իրավիճակներում փրկարարծառայություն, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու, ինչպես նաև պաշտպանների հետ կապ հաստատելու դեպքերի։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը խափամիջոցը պետք է կրի հաշվառման երկրորդ բնակության վայրում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայրակովսկի փողոցի 39-րդ տանը, եւ նույն ժամանակ դատարանն արձանագրում է, որ համակցված պետք է կիրառել հաշվի առնելով այդ թվում դատարանի արձանագրումներին զուգահեռ հաշվի առնելով վերագրվող ենթադրյալ հանցավորությունների բնույթը, ծանրության աստիճանը, այդ հանգամանքների շրջանակներում դատարանը գտնում է, որ համակցված պետք է կիրառել նաև գրառը 15 միլիոն դրամի չափով, որի ենթակա է վճարման համապատասխան օրենսդրական կարգավորների շրջանակներում, ինչպես նաև դատարանի տրամադրության որպես իրականացնող մարմին դատարանի տրամադրության տակ պահպանել մեղադրյալին, այդ հանգամանքի հաշվառում դատարանը անհրաժեշտ է համարում որպես համակցված խափամիջոց կիրառել նաև բացակայելու արգելքը։ Սա կիրառված խափամիջոցների շրջանակներում յուրաքանչյուր արձանագրման, ինչպես նաև բոլոր հանգամանքների առնչությամբ դատարանի
առավել մանրամասն դիտարկումների տեղ կգտնել որոշման թղթային տարբերակում։ Ինձ թվում է այսօրվա դատական նիստին հետագա դատավարական գործընթացների